մենք ընտրել ենք։ Նարդար է ուժեղների դեմ քվեարկել, ես այդպես չեմ կարծում։ Շատ տրամաբանական է, որպեսզի նրանց դեմ քվեարկես եւ հնարավորինս շուտ նրանցից ազատվես։ Անկեղծ ասեմ, աշկս վախեցած է։ Դոնային ու Նարեկին ձեռնտու չէ ուժեղ զույգի հետ մենամարտել։ Տաշը եւ հոգեպես եւ ֆիզիկապես իրականում ինձանից ավելի ուժեղ է երևում։ Ես կնախընտրեմ, որպեսզի վերադառնան Վիկտաշն ու Արմանը, առանձնացնելու եմ տվյալ սերիայում իմ ֆավորիտ զույգը։ Անկեղծորեն սկսեցին խոսել իրենց զույգերի թերություններից, իրախաղն ավելի հետաքրքիր ու ինտրիգային կլինի։ Սիրախաղ։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես քննարկում եմ հայկական ռեալիթի շոուները։ Այսօր մեկնաբանելու եմ Arm Games-ի Սիրախաղ նախագծի առաջին սերիան։ Երկրորդ սերիան օրեր անց կլինի YouTube-ում, իսկ մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ էր կատարվում առաջին սերիայում։ Ես որոշել եմ, որ ցանկացած սերիա մեկնաբանելուց առաջ առանձնացնելու եմ տվյալ սերիայում իմ ֆավորիտ զույգը եւ հիմնվելու եմ այն ամենի վրա, ինչ տեղեր ունենում տվյալ սերիայում։ Առաջին սերիայի արդյունքներում ես առանձնացրել եմ ինձ համար որպես ֆավորիտ Հրագ Միլա զույգին, ավելի ուշ կասեմ, թե ինչու։ Իսկ մինչ այդ դուք մեկնաբանություններում գրեք, թե որ զույգն է եղել ձեր ֆավորիտը առաջին սերիայում եւ ինչու։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին քննարկենք Սիրախաղի բոլոր սերիաները։ Սիրախաղ։ Առաջին սերիան սկսում է զույգային խաղով, որի հաղթողը ստանալու է հավելյալ միավորներ խաղադրույք կատարելու համար։ Սա ավելի շատ տղաների համար է փորձություն, քանի որ հաղթելու է այն զույգը, որի տղան ավելի երկար է գրկած պահելու իր զույգին։ Ստեկրում են նրանք ովքեր թեթև են։ Մենք տեսնում ենք, թե աղջիկներն ինչպես են փորձում ոգևորել տղաներին, որպեսզի նրանք երկար դիմանան, սակայն երբեմն այդ ոգևորելը կարծես վերածվում է մունաթի։ Աղջիկները պահանջում են տղաներից, որ նրանք չպարտվեն, չհանձնվեն։ Մացի դու կարաս։ Կարաս հետո դու ինձ ավելի շատ ես գրկել։ Դու նարեկ ընկնում է։ Ես էլ չեմ դիմանում։ Անի վերև ինձ։ Կյանք բռնի առաջինը ես չեմ ընկնի։ Չէ, կյանքս մի ֆռա, բայ։ Նայում եմ օր։ Դու մի նայ, դու մի հատ մեր վրա կենտրոնացի։ Այդ մի ֆռա հավասարակշռություն գործում է։ Այստեղ ակնհայտ է դառնում, որ զույգերում աղջիկներն են ավելի ազարտային եւ նրանք են ձգտում ավելի շատ հաղթանակի։ Արտուր Լիզա զույգի դեպքում չենք լսում նրանցից որևէ մեկնաբանություն։ Արտուրը հանգիստ կանգնած է, Լիզան անխորհուրդներ չի տալիս, վրան մունատ չի գալիս եւ հենց նրանք են հաղթում։ Ես էի ուժեղ, թե դու էիր թեթև։ Ես էի թեթև։ Անուն արդարության իհարկե պետք է ասել, որ այստեղ կարևոր նշանակություն ունի աղջիկների քաշը եւ Լիզան, որը ամենաթեթև քաշային էր, իհարկե Արտուրի համար ավելի հեշտ էր պահել եւ դա արդյունքների վրա զգալիորեն ազդում է։ Սիրախաղ։ Խաղադրույքի զոնայում ինձ հաճելիորեն զարմացրեց այն, որ աղջիկներից շատերը անկեղծորեն սկսեցին խոսել իրենց զույգերի թերություններից եւ բացական կողմերի մասին։ Դոնան ասաց, որ Նարեկը տաքարյուն է, թեև դա նրանից չի զգացվում, եւ ասեմ, որ թե առաջին սերիայի կադրերից, թե կադրից դուրս Նարեկի այդ շփումից ես ինքս տպավորություն չունեմ, որ նա տաքարյուն է, սակայն եթե Դոնան ասում է, իհարկե հավատում եմ։ Անաստասիան էլ ասում է, որ Արմանը չափից շատ երկար է պատրաստվում նախքան տնից դուրս գալը որևէ տեղ գնալը։ Սա մի փոքր զարմանալի է, քանի որ նայելով Արմանին տեսնում ենք, որ կար սաներվածք, զարդարանքի եւ բիժուտերիայի գրեթե բացակայություն եւ անհասկանալի է, թե ինչու է այդքան երկար պատրաստվում, սակայն եթե Վիվտաշն ասում է, իհարկե մենք նրան հավատում ենք, մանավանդ որ Արմանն ինքը չի հերքում դա։ Օրինակ ես ահավոր ջղայնամ եմ, երբ որ դու շատ երկար պատրաստվում ես։ Բան չես ուզում ես քո պես ինչ գտնեմ, հագնեմ դուրս գամ։ Միլան ենթադրում եմ, որ չցանկացավ Հրագի բացասական կողմերից խոսել եւ նա նրա առավելությունները ներկայացրեց իբրև թե բացասական կողմ, օրինակ պարտաճանաչությունը, կամ այն, որ Հրագը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան իրացնում է։ Արդյոք սա բացասական կողմ է։ Չեմ կարծում։ Եկել ինքը շատ պարտաճանաչ է, ես այդքան էլ չէ, այդ մեզ խանգարում է։ Ամուսնու առավելությունը իրան թերությունն էլի համարես։ Իսկ Աննան հակառակը սկսեց առատորեն թվարկել Արամազդի բոլոր թերությունները՝ շտապողականությունը, նեղացկոտությունը, հեռախոսային խաղերից կախվածությունը։ Ուրախ եմ, որ Աննան այսքան անկեղծ է։ Էլի կասեի, բայց եկեք սահմանափակենք։ Լիզան եւս նշեց, որ Արթուրը շատ նեղացկոտ բնավորություն ունի եւ դա իրեն խանգարում է։ Իսկ Հովոյի թերություններից Լիլը առանձնացրեց այն, որ նա գիշերը բարձր ձայնով որևէ տեսանյութ է դիտում քնելուց առաջ եւ դա իրեն խանգարում է։ Ամբողջ գիշեր իմ ականջի մեջ այդ ձայնը ու անպայման ինքը պետք է քնի, որ ես հետո այդ հեռախոսը անջատեմ, նոր հանգիստ քնեմ։ Հովո ջան, ականջանկալ ինչի՞ չես օգտագործում։ Անցնենք աղջիկների կատարած խաղադրույքներին։ Դոնան շատ ռիսկային խաղադրույք է կատարում դնելով առաջին հորիզոնականի վրա եւ կարծում եմ առաջին խաղից հետո իր համար պիտի պարզ լինել, որ ուժային մրցույթներում Նարեկը դժվար թե լինի առաջինը։ Նույնպես Լիլը նախապես խորհրդակցած լինելով Հովոյի հետ խաղադրույք է կատարում առաջին հորիզոնականի վրա։ Ովքեր խաղը դիտել են եւ թե հիշում եք, որ թե Նարեկը, թե Հովոն կարծես չէին էլ պարքարում առաջին հորիզոնականի համար։ Անկեղծ ասած խաղադրույք կատարել առաջին հորիզոնականի վրա եւ ստանալ վերջին հորիզոնական արդյունք մի փոքր տարօրինակ է։
Հուսով եմ, որ հաջորդ սերիայից սկսած աղջիկները կգիտակցեն, որ իրենք ոչ թե պիտի նեղացնեն կամ չնեղացնեն իրենց տղամարդկանց, այլ պիտի կատարեն իրատեսական խաղադրույքներ, որը իրենց կբերի միավորներ, որի շնորհիվ կստանան իմունիտետ եւ կշարունակեն իրենց պայքարը հետագա թողարկումներում։ Վիվտաշը, Միլան, Լիզան եւ Աննան կատարում են ավելի ապահով խաղադրույք։ Նրանք դնում են երկրորդից երրորդ հորիզոնականների վրա, որը եւ ավելի հավանական է եւ պակաս նեղացնող է տղաների համար։ Սակայն ակնհայտ է, որ յուրաքանչյուր մրցույթում լինելու է նաեւ 4-րդ եւ 5-րդ հորիզոնականներ եւ այդ խաղադրույքները փաստորեն բաց են մնացել եւ ակնհայտ է, որ զույգերից առնվազն երկուսը չեն ստանալու որևէ միավորներ։ Սա երևի թե դարձյալ աղջիկների ցանկությունն է չնեղացնել իրենց տղաներին, ցույց չտալ, որ նրանց չեն հավատում կամ թերահավատորեն են մոտենում։ Այնուամենայնիվ հաջորդ սերիաներից կարծում եմ մենք կտեսնենք խաղադրույքների փոփոխություն։ Այսինքն կրվում ենք, եթե երկրորդը դրել ինքը առաջինն է։ Ինձ տարօրինակ թվաց, որ Վիվտաշը բակային ուժ գիտակցեց, որ երբ որ խաղադրույք ես կատարում երկրորդ հորիզոնականի վրա եւ քո զույգը լինում է առաջինը, ապա 0 միավոր է ստանում։ Պետք է խաղի կանոնին ավելի ուշադիր հետևել, որպեսզի ճիշտ խաղադրույքներ կատարել, ինչը Վիվտաշը չէր արել եւ դրա արդյունքը 0 միավորն էր։ Նրա խոստովանությունն այն մասին, որ գուցե կյանքում էլ է նա Արմանին թերագնահատում, շատ անկեղծ էր, ինչը ես շատ գնահատում եմ։ Կարծում եմ հրաշալի կլինի, որ սիրախաղից հետո բոլոր զույգերը վերաիմաստավորեն իրենց հարաբերությունը եւ ավելի ամուր դուրս գան այստեղից։ Սիրախաղ։ Եթե նկատել եք խաղադրույքներում չկա վերջին հորիզոնականի հնարավորություն, այսինքն այն մասնակիցը, որը զբաղեցնում է 6-րդ վերջին հորիզոնականը, ավտոմատ կերպով զրկվում է միավոր վաստակելու հնարավորությունից։ Սա արվեց է երկու նպատակով։ Առաջինը, որպեսզի բոլորը թեժ մրցակցեն, որ գոնե նախավերջին տեղում հայտնվեն։ Երկրորդ, որպեսզի զույգերը չկարողանան պայմանավորվել, որ իրենք կլինեն վերջինը եւ դրանով իսկ վաստակեն միավորներ։ Եթե պատկերացնեք, օրինակ տղաների փորձության ժամանակ շատ հեշտ կլիներ առաջինը ձեռքի է բաց թողնել եւ հայտնվել վերջին հորիզոնականում։ Եվ եթե նախապես տղամարդը իր կնոջ ասեր, որ վստահաբար դիր վերջին հորիզոնականի վրա եւ ես կպարտվեմ, այդպես նրանք կարող էին ոչինչ չանելով ստանալ միավորներ եւ մնալ նախագծում։ Այդ հնարավորությունից Arm Games-ը նրանց զրկել է եւ կարծում եմ սա շատ ճիշտ որոշում է։ Այդ աղջիկա գալիս sense սինիով, սոկերով ու տղեկի մոտ օդը կայնում է։ Առաջին սերիայի ամենազվարճալի դրվագը ինձ համար այն տեսարանն է, երբ տղաներին մի գայթակղիչ տեսքով աղջիկ ըմբելիքներ է մատուցում։ Սա թաքնված փորձություն էր տղաների համար եւ տեսախցիկները պիտի որսային, թե նրանք որքան հաճախ եւ ինչպիսի հացներ են նետում տվյալ աղջկա ուղղությամբ։ Ինձ համար զվարճալի էր նաեւ այն, որ տղաները հետագայում փորձում էին արդարանալ, թե իբրև նրանք չեն նայել այդ աղջկա կողմ։ Բայց ես բացարձակ չեմ նայել։ Բոլորն էլ նայել են ինձ թվում, հա։ Մենակ մեջներից ես չեմ նայել։ Միակը, որ առանձնացավ, Հրագն էր, ով ասաց, որ այո նայել եմ եւ դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա։ Իհարկե նայում եմ, աչքերը տված են նայելու համար։ Մյուս տղաները իրենց արդարացումներում չափազանցնում էին, նույն կերպ ենթադրում են, որ աղջիկներն էին չափազանցնում իրենց ռեակցիաները եւ դիտում էին այդ տեսանյութը, ենթադրում են, որ նրանց ոմանք հասկանում էին, որ իրենցից ակնկալվում է խանդի տեսարաններ ցույց տալ եւ նրանք դա ցույց են տալի։ Կամ գուցե իսկապես շատ խանդոտ են, այդ մասին վստահ չեմ կարող ասել։ Միայն Վիվտաշն ասաց, որ եթե ինքը լիներ, շատ ավելի հանգիստ ու երկար կնայեր, իսկ Միլան անգամ զվարճանում էր այդ կադրերը դիտելիս։ Գիտես, լավ եմ նայում ասա։ Շատ բաղադրությունն ես կապտում։ Գիտես։ Հենց այս դրվագի համար են Միլա Հրագ զույգը դարձել առաջին սերիայի իմ ֆավորիտը։ Այստեղ նրանք իրենց դրսևորեցին որպես միմյանց վստահող եւ իրավիճակի վերաբերյալ նույն կարծիքն ունեցող զույգ։ Սրանով տարբերվեցին մյուսներին եւ արժանացան իմ համակրանքին։ Սիրախաղ։ Առաջին սերիայի ամենատպավորիչ դրվագները իհարկե աղջիկների փորձությունն էր։ Հուզառատ, խենթացնող, ազատագրող փորձություն են նրանք անցնում։ Այդ ազատ անկումը եւ նրանց ճիչերը կարծում եմ շատ էմոցիոնալ են ստացվել եւ առաջին սերիան դարձել են ել ավելի դիտարժան ու տպավորիչ։ Աղջիկներից միայն Լիզան է հրաժարվում ազատ անկում կատարել եւ սա նրան զույգին բերում է 0 միավոր եւ զրկում է իմունիտետից։ Բացատրեմ ինչ է տեղի ունեցել։ Տղաների փորձության արդյունքում հավասար միավորներ ունեին եւ միակ զույգերը, որ ունեին միավորներ, Արամազն ու Աննան էին եւ Լիզան եւ Արթուր, այսինքն մեծ հաշվով նրանց միջև պիտի գնար հետագա պայքարը իմունիտետի համար։ Եվ այստեղ Լիզան չթռնելով փաստորեն միավորից զրկեց եւ Արամազդի խաղադրույքը աշխատեց եւ արդյունքում նրանք ստացան իմունիտետ եւ նրանք վստահաբար կլինեն նաեւ երկրորդ սերիայում։ Երկու խաղադրույքների հանրագումարում ամենակիչ միավորը ունեն Դոնան եւ Նարեկը եւ հենց նրանք պիտի հայտնվեն վտանգավոր գոտում։ Իսկ այդտեղ նրանց մրցակցին պետք է ընտրեն զույգերից որևէ մեկին, որը չունի իմունիտետ։ Զույգերի մեծամասնությունը քվեարկում է Վիվտաշ Արման զույգի դեմ։ Նրանք դա պատճառաբանում են նրանով, որ նրանք ուժեղ մրցակիցներ են։ Անկեղծ ասեմ, աշկս վախեցած, հա։
Իրականում չեն սխալվում, թե Վիվտաշը, թե Արմանը փաստորեն տղաների եւ աղջիկների փորձությունների ժամանակ առաջինն են եղել եւ Արմանը նույնիսկ հավելյալ միավորներ էր վաստակել այդ գայթակղիչ փորձության ժամանակ եւ նրանք իսկապես ուժեղ մրցակիցներ են։ Ի տարբերություն շատ դիտողների, որոնք մեկնաբանություններում գրում են, որ անարդար է ուժեղների դեմ քվեարկել, ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, եթե դու իսկապես ուզում ես հաղթել եւ դու տեսնում ես ռեալ ուժեղ մրցակից, շատ տրամաբանական է, որպեսզի նրանց դեմ քվեարկես եւ հնարավորինս շուտ նրանցից ազատվես։ Ինչն էլ մասնակիցները փորձում էին անել։ Սակայն այստեղ կարող է թաքնված լինել նույնիսկ անձնական համակրանք, հակակրանքը, բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Ոչ թե Արմանին ու Վիվտաշին մյուս մասնակիցները չէին համակրում, այլ նրանց հետ ամենակիչն էր երևի թե նրանց շփումը եւ ավելի շատ համակրանք կար մյուս զույգերի միջև եւ ավելի շատ շփում։ Իդեպ այս մասին ասում է նաեւ Անաստասիան իր մեկնաբանությունում։ Մենք որ սկզբից պետքա մասնակցեինք, ես Արմանին ասեցի, որ հաստատ առաջի խաղին մեզ հանելու են, որովհետեւ մենք ուշ ենք ինտեգրվում նոր միջավայրում։ Իսկ այդ շատ խանգարում է։ Իսկ Դոնային ու Նարեկին ձեռնտու չէ ուժեղ զույգի հետ մենամարտելը, այդ պատճառով էլ նրանք քվեարկում են Հրագ եւ Միլա զույգի դեմ, կարծելով, որ նրանք ավելի հեշտ կլինեն իրենց համար որպես մրցակից։ Այնուամենայնիվ երկու շատ համակրելի զույգեր պիտի մրցեն միմյանց դեմ եւ նրանցից մեկը պիտի լքի նախագիծը Արման Վիվտաշ թե Դոնա Նարեկ։ Ով կվերադառնա նախագիծ, կիմանանք երկրորդ սերիայում։ Ես կնախընտրեմ, որպեսզի վերադառնան Վիվտաշն ու Արմանը, որովհետեւ նրանց վերադարձում խաղում կմտնի ինչ-որ ինտրիգ, կոնֆլիկտային իրավիճակ, քանի որ զույգերից շատերը նրանց դեմ են քվեարկել եւ նրանք ուժեղ մրցակից են համարվում։ Իսկ Նարեկի ու Դոնայի վերադարձի դեպքում իհարկե չեմ տխրի, նրանք շատ համակրելի զույգ են, սակայն այդ դեպքում խաղը կշարունակվի ել ավելի դրական մթնոլորտում, որովհետեւ կարծես մյուս 5 զույգերը միմյանց միջև ավելի մտերմիկ հարաբերություններ են ձևավորել։ Ռեալիթիները սակայն, ինչպես գիտեք, սիրում են կոնֆլիկտային իրավիճակներ եւ Վիվտաշ Արման զույգի վերադարձի դեպքում կարծում եմ սիրախաղն ավելի հետաքրքիր ու ինտրիգային կլինի։ Այսպիսին էր իմ կարծիքը սիրախաղի առաջին սերիայի վերաբերյալ։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքներն ու տպավորությունները, ինչպես նաև բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ռեալիթիների սիրահար եք։ Կհանդիպենք շուտով։ Սիրախաղ